Բարև ձեզ հարգելի ֆուտբոլ ասերներ, Ուրարտում արձադաշտում կրկին շարունակում է ԱՖԵԼ-ի հետաքրքիր հանդիպումների շարքը, այսօր բոլորս միասին հնարավորություն ունենք հետևելու ԱՖԵԼ-ի երրորդ դիվիզիոնի գավաթի խաղարկության կիսա եզրափակիչ Մանչեսթեր Յունայթեդ Մարսել հանդիպման ընթացքին ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ, ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար, թիմերը խաղադաշտ են դուրս եկել միայն ու միայն հաղթելու, մարտական են տրամադրված եւ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանեն եւ դուրս գան եզրափակիչ։ Քիչ անց կհնչի մրցավար Ռաֆայել Ղազարյանի մեկնարկային սուլիչը։ Ֆուտբոլիստները անհամբերությամբ են սպասում խաղի մեկնարկին։ Տեսնենք ինչ ընթացք ունենա հանդիպումը, իհարկե այս հանդիպումը խոստանում է բավականին հետաքրքիր ընթացք։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար։ Եվ հանդիպումը մեկնարկում է Մանչեսթեր Յունայթեդ Մարսել։ Բարեկամներ, այս պահին եկեք արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո կհետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Յունայթեդից, համար 1 Խաչատուր Քոչարյան, համար 2 Վիլի Քարեյան, համար 4 Հրաչ Ղազարյան, համար 5 Արեգ Շակարյան, համար 6 Ռոբերտ Գալոյան, համար 9 Արշակ Սարգսյան, համար 11 Արտյոմ Զարգարյան, համար 12 Հուսիկ Բարսեղյան, համար 23 Ռազմիկ Գյավրյան, համար 27 Վլադիմիր Անդրասյան և համար 80 Արսեն Բաբախանյան։ Հիմա Մարսելն է գնդակով և հիմա էլ ներկայացնեմ բարեկամներ Մարսելի մեկնարկային կազմը։ Համար 4 Թովմաս Դավթյան, համար 6 Կարլեն Վարդանյան, համար 9 Համբարձում Մանուկյան։ Տանգավոր դրություն է, չեզոքացնում է սպառնալիքը, բայց գրող շարունակվում է։ Համար 10 Մոզզանյան, համար 11 Գևորգ Հայրոյան, համար 14 Սարգիս Սարգսյան, համար 17 Նարեկ Իսկանդարյան, համար 26 Արման Սահակյան, համար 66 Էդգար Մաղաքյան և համար 77 Տիգրան Միքայելյան։ Յունայթեդն է գնդակով։ Եվ երկար փոխանցում առաջ, ուժեղ էր փոխանցումը, բայց խաղընկերը հասնում է գնդակին։ Փոխանցումը անհաջող էր, սակայն մնում է Յունայթեդի մոտ գնդակը։ Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Մարսելի դարպասապահը շատ հանգիստ վերցնում է գնդակը և առանց շտապելու փորձում այն ուղարկել հարմար դիրքում գտնվող խաղընկերներին, խաղընկերոջը։ Խլում են գնդակը Յունայթեդի ֆուտբոլիստները։
United-ն է գնդակով հրաշալի փոխանցում Երբ փոխանցում և խաղի կանոնների խախտում Նարեկ Իսկանդարյանը խախտեց խաղի կանոնները Եվ United-ը ստանում է տուգանային հարվածի իրավունք Բաբախանյանը պատրաստում իրացնել տուգանայինը Փոխանցում առաջ Եվ ուժեղ էր փոխանցումը գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Եվ տեսնենք Մարսելի հերթական գրոհը ինչպիսի զարգացում կստանա Հրաշալի փոխանցում Տիգրան Չկարողացավ Պահել իր մոտ գնդակը, սակայն մնում է Մարսելի մոտ եզրային նետում Խապս է տալիս Հասնում է գնդակին Շարժում է առաջ Հատեսեք ինչպիսի հրաշալի կերպով են համագործակցում խաղադաշտում Մարսելի ֆուտբոլիստները Տիգրան Միքայելյան Փոխանցում Ձախեզար Շարունակում է փոխանցում առաջ Հեռացնում են գնդակը հիմա United-ի ֆուտբոլիստները և եզրից Մարսելը կնետի գնդակը խաղի մեջ Վտանգավոր դրություն է Եվ գնդակը հայտնվում է դարպասում Գնդակը հայտնվում է դարպասում Մարսելը կարողանում է բացել խաղի հաշիվը Մոս Զանյանը բացեց խաղի հաշիվը Կարլեն Վարդանյանի փոխանցումից հետո 1-0 Մարսելը բացում է հաշիվը հանդիպման 6-րդ րոպեին Եվ հիմա հերթը United-ին է գրոհելու Փոխանցումը պետք կատարել այստեղ Բաբախանյան Խապս է տալիս Փոխանցում Չեզոքացնում է սպառնալիքը, բայց գրոհ շարունակվում է Խառը իրավիճակ է Մարսելի տուգանային հրապարակում Խլում է գնդակը United-ի ֆուտբոլիստը փոխանցում արված և շեղեր Անկյունային իրավունք են վաստակում United-ի ֆուտբոլիստները Գնդակը ճանապարհին դիպել էր Մարսելի խաղացողին և անկյունային հարված Հարված և բարձր էր Հարված Մարսելի դարպասից Մարսելն է գնդակով Հրաշալի փոխանցում Եվ բավականին կոպիտ խախտում Վնասվածք է ստացել United-ի խաղացողը Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը United-ն է իրացնում տուգանային հարվածը տեսնենք խաղարկում են այն խանցում
Հարվածը թույլ էր, Բաբախանյանը հարվածեց դարպասին։ Գնդակը վարկյանների ընթացքում հայտնվում է Միկիսյա դաշտից մյուսում։ Եվ United-ի հերթական գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա։ Կորցնում են գնդակը, հիմա արդեն Տիգրան Միքայելյան կենտրոնով շարժում է առաջ, սակայն չկարողացավ հարվածել դարպասին Միքայելյանը, հիմա United-ն է գնդակով, բայց հերթական կոպիտ խախտում է։ Փոխանցում է պետք կատարել, շրջապակել է United-ի ֆուտբոլիստին, բայց կորցրեց գնդակը։ Սկանդարյան, Միքայելյան, սնանում է առաջ և վաստակում անկյունային հարվածի իրավունք Տիգրան Միքայելյանը։ Տեսնենք ինչպես կիրացնեն անկյունային հարվածը Մարսելի ֆուտբոլիստները։ Անկյունայինը իրացված է, հարված և գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հերթական անկյունային արդեն խաղադաշտի մյուս եզրից կիրացնեն Մարսելի ֆուտբոլիստները, ոչ եզրային նետում։ Փոխանցում։ Վտանգավոր դրություն է հարված և բարձր է ընթանում հարվածը։ Տիգրան Միքայելյանը հարվածեց դարպասին և բավականին բարձր է ընթանում հարվածը։ Ճիշտ է 1-0 հաշվով հաղթում են Մարսելի ֆուտբոլիստները, բայց կարելի ասել հավասար պայքար է խաղադաշտում։ Հերթական եզրային նետումը։ Փոխանցում առաջ։ Մարդեն United-ը եզրից կնետի գնդակը խաղի մեջ։ Փոխանցում։ Խառը իրավիճակ է, բայց կրկին United-ը գնդակով, փոխանցումը անհաջող էր։ Հրաշալի փոխանցում էր հարված։ Հեռացնում է դարպասապահը գնդակը։ Ետ փոխանցում։ Ակտիվացել են United-ի ֆուտբոլիստները։ Մեկտակային րոպեներից ավելի ակտիվ էին Մարսելի խաղացողները, բայց պատկերը փոխվեց խաղադաշտում և խաղի կանոնների խախտում, վտանգավոր դիրքում United-ը ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Արսեն Բաբախանյանն է պատրաստում հարվածել դարպասին։ Հանդիպան 13-րդ րոպենը 1-0 հաշվով Մարսելը հաղթում է։ Բաբախանյան հարված և դատարկ դարպասից հեռացնում է Մարսելի ֆուտբոլիստը։ Հրաշքով գնդակը չհայտնվեց դարպասում և խաղի կանոնների խախտում։ Դեղին քարտ, այո։
Դեղին քարտ է ստանում United-ի ֆուտբոլիստը։ Եվ տուգանային հարված իրավունք են վաստակել Մարսելի ֆուտբոլիստները։ Հարված և բավականին բարձր է ընթանում հարվածը։ Հիմա United-ն է գնդակով Բաբախանյան, հարված և դարպասաձողն է հիմա փրկում Մարսելին։ Բավականին հուշկու հարված ստացվեց բարեկամներ։ Գրոհ շարունակվում է։ Հարված և գոլ։ Գոլ բարեկամներ 1-1 հաշիվը հավասարվում է։ Մեկ United-ի կազմում հաշիվը հավասարեցնում է Արտյոմ Զարգարյանը համար 11։ Վտանգավոր դրություն է, դարպասապատը իրում է գնդակին։ Կրկին United-ն է գնդակով։ Զարգարյան։ Փոխանցում Աչեզը։ Փոխանցում և դարպասապահը վերցնում է գնդակը։ Այո, United-ի այդքան գրողները վերջապես տալիս են արդյունք։ Հրաշալի համագործակցություն, փոխանցում, հարված։ Չեզոքացնում է սպառնալիքը Մարսելի ֆուտբոլիստները և զարգացնում արագ հակագրոհ։ Եվ խաղի կանոնների խախտում։ Տուգանային հարվածի իրավունք են վաստակել United-ի ֆուտբոլիստները։ Տեսնենք, սուլի չկա, կարող են փոխանցում կատարել։ Փոխանցում, հեռացված է գնդակը և խաղի կանոնների խախտում։ Շարժում է առաջ Մարսելի ֆուտբոլիստը, փոխանցում է պետք կատարել, խապս է տալիս և կորսում գնդակը խախտում չկա։ Փոխում ենք, ամա։ Վտանգավոր խաղացտարը Զարգարյանը։ Զամեն։
Անհաջող փոխանցում, բայց ստանում է գնդակը United-ի ֆուտբոլիստը։ Հեռացնել է պետք։ Վնասվածք ստացավ մի փոքր։ Դարպասապահը Մարսելի։ Եզրային նետում փոխանցում Հարված հակում են հարվածի ճանապարհը Բաբախանյան հրաշալի է խաղում փոխանցում դեպի կենտրոն Եվ ետ փոխանցում, այո, ընկավ գրոհի տեմպը։ Գրոհ շարունակվում է բարեկամներ փոխանցում կենտրոն։ Տեսնենք ինչ զարգացում կստանա այս գրոհը United-ի։ Հարված Շեղեր։ Հանդիպման 20-րդ րոպեն է բարեկամներ հաշիվը հավասար է 1-1։ Փոխանցում առաջ անհաջող էր, փոխանցումը ուժեղ էր։ Եվ գնդակը դուրս է եկել։ Սուլիչը կարող են իրացնել արդեն անկյունային հարվածը։ Փոխանցում առաջ, հեռացված է գնդակը։ Մարսելն է գնդակով, կորցնում է գնդակը և Մարսելի ֆուտբոլիստները վաստակում են եզրային նետման իրավունք Իսկանդարյան Նարեկ Իսկանդարյան փոխանցում առաջ, հեռացված է գնդակը, բայց այն մնում է Մարսելի մոտ հերթական եզրային նետումը Փոխանցում դեպի ձախ եզր Տուգանային հարված բավականին վտանգավոր դիրքում Մարսելը ստանում է Տուգանային իրավունք Տիգրան Միքայելյանն է գնդակի մոտ Բավականին վտանգավոր դիրքում իրականում ստանում են Տուգանային իրավունք Սուլիչը կա, հարված, փոխանցում Եվս մեկ փոխանցում և դարպասապահը Փրկում է դրությունը և այն ուժեղ հարվածով ուղարկում առաջ Վտանգավոր է Մարսելն է գնդակով Վտանգավոր գրող կարող է ստացվել հարված և եզրային նետում Քիչ ժամանակ է մնում բարեկամներ առաջին խաղակեսի ավարտին 1-1 առաջին կեսում դեռևս հաշիվը հավասար է Եվ հարված դարպասից
Փոխանցում Զախիազար Չասավ գնդակը հարցի հատ իրոչը հիմա արդեն Մարսելը կկազմակերպի իր գրոհը Անմիջապես United-ը խլում է գնդակը Հրաշալի են պաշտպանում այսօր երկու թիմերն էլ Հեռացնել է պետք Եվ խաղի կանոնների խախտում United-ի մոտ է գնդակը չեն շտապում Եվ անհաջող փոխանցում Մարսելը ևս չի շտապում Շարժելու առաջ կարճ փոխանցումներով են փորձում Մտնել մրցակցի տուգանային հրապարակ անհաջող փոխանցում եւ հիմա այն հերթը արդեն United-ին է գրոհելու Ետ փոխանցում Բաբախանյանը հրաշալի է խաղում Բայց կարողացավ պահել իր մոտ գնդակը Արսեն Բաբախանյանը Մնում է գնդակը United-ի մոտ փոխանցում առաջ Բայց անհաջող էր փոխանցումը Վերջ բարեկամներ առաջին խաղակեսը ավարտվում է Առաջին կեսից հետո հաշիվը հավասար է 1-1 Այս պահին ընդմիջվենք կարճատև դադարով, որից հետո կշարունակենք ռեպորտաժը Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Ափելի 3-րդ դիվիզիոնի գավաթի խաղարկության կիսա եզրափակիչ Մարսել Manchester United հանդիպումը Առաջին խաղակեսից հետո հաշիվն է 1-1 սկսվել է երկրորդ խաղակեսը Առաջին կեսն անցավ փոխքի փոխ գրոհներով Գրեթե հավասար պայքարում Երկու թիմերն էլ մի քանի անգամ սպառնալից պահեր ստեղծեցին մրցակցի դարպասին Եվ առաջին կեսից հետո 1-1 տեսնենք ինչ ընթացք ունենա երկրորդ խաղակեսը Հիմա Մարսելն է գնդակով հարված և շեղեր United-ի պատասխան գրահը տեսնենք Մարսելը խլում է և նետվում առաջ հարված և գոլ 2-1 Մարսելին հաջողվում է առաջ անցնել հաշվի մեջ Երկու մեկ Տիգրան Միքայելյանը առաջ է մղում Մարսելին Հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում United-ն է գնդակով Փոխանցում դեպի առաջ Եվ դարպասապահը տիրում է գնդակին
Բաբախանյան փոխանցում դեպի Աչեզար հրաշալի փոխանցում էր, բայց չհասավ խաղընկերը փոխանցմանը։ Հիմա տեսնենք Մարսելի պատասխան գրոհը։ Փոխանցում, հարված և 3-1։ Տիգրան Միքայելյանը դառնում է դուբլի հեղինակ։ Ընդամենը 2 րոպեների ընթացքում Տիգրան Միքայելյանը կարողանում է 2 գնդակ ուղարկել United-ի դարպասը և հաշիվը դառնում է 1-3։ Թանկավոր դրություն կարող է ստացվել և խաղի կանոնների խախտում։ Տուգանային հարված բավականին վտանգավոր դիրքում Արտյոմ Զարգարյանը հարվածի դարպասին Զարգարյան հարված է բավականին բարձր ընթանում հարվածը Հարված Մարսելի դարպասից Մարսելի գնդակով գործում է գնդակը Բաբախանյան շարունակվում է բայց խլում են հիմա Մարսելի ֆուտբոլիստները գնդակը և Իսկանդարյանը շարժում է առաջ Փոխանցում և անկյունային Փոփոխություն Մարսելի կազմում Տեսնենք ինչպես կիրացնեն այս անկյունայինը Փոխանցում Հեռացված է գնդակը ևս մեկ անկյունային Փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հերթական անկյունայինը Սահակյան ուժեղ էր Միքայելյանի փոխանցումը և հարված United-ի դարպասից Իհարկե United-ը կանի ամեն ինչ որպեսզի կրճատի գոնե հաշվի տարբերությունը որից հետո էլ արդեն փորձի հավասարեցնել հաշիվը տեսնենք Զարգարյան կորցրեց գնդակը և վարկյաններած կրկին հայտնվում է գնդակը Զարգարյանի մոտ Երկար փոխանցում դեպի Աչեզար, բայց ուժեղ էր փոխանցումը
United-ի գնդակով և խաղի կանոնների խախտում։ Դուգանային արված փոխանցում դեպի առաջ և հարված Մարսելի դարպասից։ Փոխանցում առաջ, գեղեցիկ կերպով փորձեց հարվածել դարպասին, բայց դարպասապահը վերցնում է գնդակը և այն անմիջապես ուղարկում առաջ։ Անկյունային հարված, դեղին քարտ է ստանում United-ի 11 համարը։ Զարգարյան, գեղեցիկ փոխանցում և դարպասապահը տիրում է գնդակին։ United-ը խլում է և շարժում է առաջ, փոխանցում։ Եզրից Մարսելը կնետի գնդակը խաղի մեջ։ Մեն գնդակը United-ի ֆուտբոլիստները փոխանցում ետ։ Խլեց Մարսելի ֆուտբոլիստը, բայց պատասխան փոխանցում է ևս անհաջող էր և խաղի կանոնների խախտում։ Դուգանային արված կիրասնեն Մարսելի ֆուտբոլիստները։ Սուլիչ չկա, կարող են հարվածել, խաղարկում են, փոխանցում առաջ, բայց խլում են գնդակը Բաբախանյանն է, գնդակով։ Վտանգավոր է և անկյունային։ United-ը գնդակով չեզոքացնում է սպառնալիքը Մարսելի ֆուտբոլիստները։ Հրաշալի փոխանցում էր, բայց ուժեղ էր, խաղընկերը չհասավ գնդակին։ Հիմա արդեն United-ի դարպասապահը գնդակը կմցնի խաղի մեջ։ Զարգարյան փոխանցում առաջ, բայց անհաշվի նկատ փոխանցում էր։ Երկար փոխանցում առաջ։ Եվ դարպասապահը վերցրեց գնդակը և չի շտապում փոխանցում կատարել։ Իսկանարյան
Փոխանցում Ձախեզար։ Խապս է տալիս և խաղի կանոնների խախտում։ Բավականին կոպիտ խախտում էր։ Եվ վտանգավոր դիրքում Մարսելը ստանում է Տուգանային հարվածի իրավունք։ Սուլիչ չկա, հարված և վտանգավոր դրություն է, դարպասաձողն է փրկում հիմա United-ին, այս գրոհ շարունակվում է, բայց արդեն United-ը կփորձի գրոհել։ Սկանդարյանը խլում է գնդակը, փոխանցում առաջ։ Ուժեղ էր փոխանցումը, այո։ Չհասավ գնդակին խաղընկերը։ Անհաջող փոխանցում էր։ Միքայելյանը փորձեց գեղեցիկ կերպով փոխանցում կատարել խաղընկերոջը, բայց անհաջող էր փոխանցումը։ Եվ United-ի պատասխան գրոհը։ Զարգարյան։ Հարված։ Անհաջող էր։ Միքայելյանը փորձեց շնչառչել, շրջանցել չստացվեց։ Նորից Միքայելյանն է գնդակով։ Կանոնների խախտում և United-ը կենտրոնով շարժում է առաջ, Զարգարյանն է գնդակով, Աբախանյան Աբախանյան հրաշալի է խաղում, փոխանցում, ուժեղ էր, փոխանցումը Եզրային նետում Զարգարյանը ստանում է գնդակը և ստիպում մրցակցին խախտել խաղի կանոնները։ Վնասված է ստացել United-ի ֆուտբոլիստը։ Տուգանային հարված իրավունք են վաստակել United-ի ֆուտբոլիստները։ Փոխանցում, հակում են փոխանցման ճանապարհը, Իսկանդարյանը խլում է գնդակը և վաստակում եզրային նետման իրավունք։
Հրաշալի կերպով շրջանցեց մրցակցին, բայց խլում են գնդակը, Իսկանդարյան փոխանցում, անհաջող էր փոխանցումը, հիմա արդեն United-ի գրողը տեսնեք ինչ զարգացում կստանա։ Փոխանցում Զարգարյան։ Փոխանցել է պետք, Զարգարյան եզրային նետում։ Կրկին Զարգարյանն է գնդակով։ Փոխանցում Աչեզար։ Հարված, փակում են Հարվածի ճանապարհը։ Միքայելյան։ Փորձում են գնդակը Մարսելի ֆուտբոլիստները, հիմա Բաբախանյանն է գնդակով խաբս է տալիս։ Փոխանցում։ Խառը իրավիճակ է։ Եզրային նետում հիմա մրցավարը ինքը կգա և կդիտի դրվագի կրկնապատկերը։ Տեսնենք ինչ որոշում կկայացնի մրցավարը։ Այո, 11 մետրանոց հարված է նշանակում Ռաֆայել Ղազարյանը։ Տեսնենք ով կհարվածի Ալպասին։ Համաձայն չեն մրցավարի որոշման հետ Մարսելի ֆուտբոլիստները։ Կարծես թե Բաբախանյանն է հարվածում դարպասի 80 համարի մարզաշապիկով։ Արսեն Բաբախանյան։ Արսեն Բաբախանյան։ Կարողանան կրճատել հաշվի տարբերությունը, հարված և գոլ։ United Մարսել 2-3 Արսեն Բաբախանյանը գրավեց դարպասը։ Երկու 3 United Մարսել Բաբախանյանը կարողանում է կրճատել հաշվի տարբերությունը և United-ին ևս մեկ գնդակ է պետք, որպեսզի կարողանան հանդիպումը տեղափոխեն 11 մետրանոց հարված աշարեր, վտանգավոր դրություն է։ Եզրից Մարսելն է նետում գնդակը։ Վտանգավոր գրող կարող է ստացվել, բայց դարպասապան վերցնում է գնդակը և այն ուժեղ հարվածով ուղարկում առաջ։ Հարված Մարսելի դարպասից։ Երկար փոխանցում առաջ։
Խլում է գնդակը Մարսելի ֆուտբոլիստը չկա խախտում ցույց է տալիս մրցավարը մրցավարը հանդոր տեսնում է կրկերը Քիչ ժամանակ է մնում խաղի ավարտին 2-3 United-ը պարտվում է Մարսելին Եվ դարպասապահ շատ հագիստ վերցնում է գնդակը երկար փոխանցում առաջ Եվ եզրից կնետեն գնդակը հիմա United-ի ֆուտբոլիստները Հարված վտանգավոր դրություն է Եվ կրկին անկյունային Կարգում են անկյունայինը Հարված Հեռաստում է դարպասապահը ևս մեկ հարված Եվ հրաշքով հիմա գնդակը չհայտնվեց Մարսելի դարպասում բարեկամներ Բավականին հուշկու հարված էր Կարծես դարպասաձողը փրկեց Մարսելին Երկար փոխանցում առաջ հարված Անհաջող էր հարվածը Եվ եզրային նետում Ալեխանյան Խապսում առաջ, բայց վտանգավոր դրություն է հարված Հատել էր գիծը Գնդակը Անկյունային հարված United-ը Վերջին ուժերն են ներդնում Կարող են հավասարեցնել թե ոչ Զարգարյան փոխանցում Հարված շեղեր Սուլի չկա կարող են փոխանցում կատարել Հեռացված է գնդակը, բայց այն մնում է Մարսելի մոտ Համար պայքար գնդակի համար Հալում է գնդակը United-ի ֆուտբոլիստը Բաբախանյան Հարված Շարունակում է Եվ խաղի կանոնների խախտում Սուլի չկա, փոխանցում, ևս մեկ փոխանցում, Բաբախանյան Խառը իրավիճակ է Փոխանցում Չեզոքաստում են Սպառնալիքը և վերջ Մարսելը հաղթում է 3-2 հաշվով Հրաշալի հաղթանակ են տանում Մարսելի ֆուտբոլիստները Շնորհավորում եմ հրաշալի հաղթանակի կապակցությամբ և ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից Այն ձեզ համար մեկնաբան է Շավարժ Հարությունյանը մինչ նոր հանդիպում